Հերթական անհույս փաստաթուղթն են կառավարությունից ստանում վարորդականից զրկված տղամարդիկ։ Դիմում էին գրեթե, դիմումը մերժվեց, ասին պետքա գնաք քննություն տակ։ Այս մարդիկ հրապարակում էին այն օրը, երբ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ գործարք առաջարկեց վարորդական իրավունքից զրկված վարորդներին եւ խոստացավ վերականգնել նրանց վկայականները։ Այդ օրը Փաշինյանի խոստումը կարծես բոլոր վարորդների մասին էր։ Կառավարության մոտ հավաքված վարորդներն ասում են, Փաշինյանը չի ասել, թե իրենցից ոմանք այդպես էլ կրկին ղեկին չեն նստելու։ Չի եղել այս խոսակցություն, բոլորը։ Սակայն վարորդական իրավունքից զրկվածների մի մասը կարող է վերականգնել այն։ Ըստ գործող կարգի, վարորդական իրավունքը չեն կարող վերականգնել փաստաթղթից արտերկրում զրկված վարորդները։ Ըստ Փաշինյանի կառավարության, այդ դրույթը նաև արցախցիներին է վերաբերում։ Արցախում զրկված վարորդը իրավունք չունի վերականգնի իր վարորդականը։ Արցախցի վարորդները չեն կարողանում վերականգնել նույնիսկ այն վկայականները, որոնք Երևանում են ստացել։ Ասում են մենք եկել ենք այս մռույց ենք վերցել, մարդկա սպասել է 5 ամիս, որ իր պրավեն մռույց ըստեից ուղարկեն Արցախ, որ վերցնի։ Այս տղամարդն էլ չի հասկանում, թե ինչու պետք է ռուսաստանցի ոստիկանների որոշմամբ վարորդական իրավունքից զրկված հայ վարորդը չկարողանա Հայաստանում վերականգնել վարելու իրավունքը։ Ռուսաստանը այնքան եղավ, որ Հայաստանի քաղաքացուն պրավից զրկում է, ու Հայաստանցին չի կարել պրավը։ Էլ ինչի մասին է խոսքը, Ռուսաստանից են քննում։ Ինչու պետք է խտրական լինի օրենքը, հարցնում են զայրացած վարորդները։ Ոնց որ նույնը Էթաս մի հատ ընտանիք 3 հատ երեխա լինի, այն երկուսին նվեր տանես, այն մեկին չտանես, վիզը ոնց սուր կմնա։ Այն, որ Փաշինյանի խոստումը միայն քարոզարշավի համար էր, զգուշացնում էր Հայաստան դաշինքը, հիշեցնում է դաշինքի անդամ պատգամավոր Ագնես Ախամոյանը։ Նիկոլ Փաշինյանի այդ եւ մնացած հայտարարությունները, ինչպես բազմաթիվ հայտարարություններ, բացառապես նախընտրական քարոզարշավի շրջանակներում են։ Խամոյանի խոսքով Փաշինյանի առաջարկած մոդելը տեխնիկապես հնարավոր չէ կյանքի կոչել։ Այդ մասին հայտնի էր դեռ մայիսին, երբ Փաշինյանը շռայլում էր խոստումները։ Զգուշացրել եմ մեր սիրելի հայրենակիցներին, որ անգամ տեխնիկապես հնարավոր չի լինելու կյանքի կոչել այն խոստումը, որը որ տվել էր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների քվեները կորզելու այսպես տրամաբանության շրջանակներում։ Հազարավոր վարորդներ դեռ սպասում են Փաշինյանի խոստման կատարմանը։ Խամոյանը համոզված է նրանց հարցը կլուծվի միայն համընդհանուր համաներմամբ։ Անհրաժեշտ է համընդհանուր համաներում։ Պատգամավորն ասում է, ընդդիմադիր խմբակցությունը ամեն ինչ կանի դրան հասնելու համար։ Ալբերտ Սելոփյան, Միլենա Պողոսյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։